Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ ՕՀՄ նույն ինքը օպերատիվ հետախուզական միջոցառումներ, նույն ինքը գաղտնալսում, գաղտնի տեսահսկում եւ դիտարկում։ Այս ամենը սովորաբար կիրառվում է ծանր հանցագործությունները կանխելու կամ բացահայտելու համար։ Կառավարության նախաձեռնությամբ սակայն ներկայացվել է օրենքի նախագիծ, որը հնարավորություն է տալիս տեխնիկական բոլոր այս միջոցները կիրառել միջին եւ թեթև հանցագործությունները կանխելու կամ բացահայտելու համար, եթե դրանք ունեն կոռուպցիոն բնույթ։ Այսինքն, եթե նույնիսկ դուք պլանավորում եք ինչ-որ մեկին նույնիսկ 5,000 դրամ կաշառք փոխանցել, կարող եք գաղտնալսվել կամ տեսահսկվել իրավապահների կողմից։ Իրավապաշտպանների կարծիքով սա հակասում է մարդու իրավունքների միջազգային նորմերին։ Ունենք արձանագրված ստանդարտներ, որոնք ասում են, որ այս կարգի միջամտությունը գաղտնալսումները անձի անձնական տարածություն ներխուժելը պետք է արդարացված լինի եւ այդ արդարացվածության չափը արդեն իսկ նշվել է, որ պետք է բացառիկ դեպքերում լինի, երբ որ խոսքը վերաբերվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցանքների։ Խնդիրն այն է, որ օպերատիվ հետախուզական գործողությունների հետևանքով առաջին հերթին տուժում է անձի մասնավոր կյանքի իրավունքը եւ դա պետք է արդարացված լինի, իսկ վերջում հնարավոր է պարզվի, որ նա ոչնչում էլ մեղավոր չէ եւ մարդու ինտիմ գաղտնիքները հայտնվեն երրորդ անձանց ձեռքին։ Ես էլ առաջարկում եմ, եկեք բոլոր պաշտոնատար անձանց վրա 24/7 ռեժիմով տեսանկարահանող սարք դնենք, օրինակ հանրությունը կարողանա 24/7 ռեժիմով վերահսկել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, որ իրանք հանկարծ կոռուպցիոն գործարքների մեջ ներգրաված չլինեն։ Հարցը միայն մարդկանց անձնական կյանքի իրավունքը չէ, իրավապահների ռեսուրսները բավականին սահմանափակ են, ծանր հանցագործությունների թիվն էլ երկրում շարունակում է բարձր մնալ, հետևաբար եղած ուժերը ճիշտ բաշխելու խնդիր կա։ Պետք է իրանք տաղանջատեն ծանր, առանձնապես ծանր դամել օրենքներ այդ տրամաբանությամբ, այդ ՕՀՄ-ն անցկացնելու թույլտվություն տալի։ Հիմա մեր դեպքում արդեն ցենց դրել են կոպիտ ասած ռեսուրսները աննպատակային օգտագործում, դրա համար հանցագործության բացահայտումը նվազել է։ Այսինքն օպերատիվ հետախուզական միջոցառումների համար միայն անհրաժեշտ քանակի տեխնիկան բավարար չէ, պետք են համապատասխան մասնագետներ քննության, հետո էլ դատաքննության համար անհրաժեշտ ապացույցները ֆիլտրելու համար։ 24 ժամ իրանք պետք է խոսքի դնեն Այնագրությունն է եւ այլ այդ ամեն ինչը իրականացնեն, վերջում նոր իրանք արդեն մշակին հասկանան։ Ճիշտ ու սխալը որն է, որ մատերիալն է իրանք պետք, որն է իրանք համար գործի համար նշանակություն ունեցող։ Իրավապաշտպանների կարծիքով միջին եւ թեթև կոռուպցիոն հանցագործությունները կանխելու կամ բացահայտելու համար կիրառվելիք այս օրինագծի իրական նպատակը կառավարող ուժին ոչ ցանկալի անձանց թիրախավորելն է։ Եթե նախկինում շտապօգնություն կանչելիս գալիս էին բժիշկը, բուժքույրն ու վարորդը, ապա այժմ նրանց փոխարեն ձեր տուն կգա ընտանեկան բժիշկը, թերապևտը կամ մանկաբույժը։ Հունվարի 3-ից կառավարության որոշմամբ կանչը տեղափոխվում է տեղամասային, կամ ընտանեկան բժշկին, կամ էլ մանկաբույժին, կապ չունի, դա պոլիկլինիկան է, թե գյուղական ամբուլատորիա։ Առողջապահության ոլորտի փորձագետն ասում է, շտապօգնության բրիգադը ունի հատուկ դեղորայքային ծավալ, ինչը չունեն թերապևտը, ընտանեկան բժիշկն ու մանկաբույժը։ Զանգում է մարդը, ինչ-որ մի գյուղի բնակիչ, շտապ օգնության կայանին, որը հիմա կենտրոնացված է, եւ այնտեղ բնականաբար օպերատորները բժիշկներ չեն։ Լավագույն դեպքում կարան օպերատորները ունենան բուժքույրական կրթություն, որովհետեւ նամանավանդ մարզերում օպերատոր բժիշկներ չկան։ Սենց տնես դժվարան բան ճարել է, էլի, բժիշկ ճարել է շտապ օգնության, որ մնաց օպերատոր բժիշկ։ Շտապօգնության կանչ գրանցողը, որը ըստ փորձագետի մասնագետ չէ, չունի բժշկական կրթություն, պետք է ճշտի կանչի բնույթը ու այդ զանգով արմետ համակարգում անձի տվյալները դիտարկելով որոշի շտապօգնության անհրաժեշտություն կա, թե ոչ, եւ եթե համարի, որ հրատապության խնդիր չկա, կանչը կփոխանցի ընտանեկան բժշկին։ Իսկ ահա այս բժիշկն էլ պետք է 2 ժամում կանչը սպասարկի, այսինքն 120 րոպեում հասնի օգնություն հայցողի տուն։ Փորձագետը շեշտում է, համայնքներում մեկ ընտանեկան բժշկի վրա գրանցված է 8000 մարդ, իսկ Երևանում մեկ ընտանեկան բժշկի վրա 2000-ն են։ Շաքարախտով հիվանդների մոտ ինֆարկտները կարան ստանան, անցնեն առանց սիմպտոմներ, առանց ցավային սինդրոմի։ Այսինքն մարդը կարա զանգի, ասի թեթև շնչահեղձ է
բան շաքարուն եմ, ասեն դե լավ, դե շաքարն է, ուտել մենք բաց թողնենք, լուրջ ախտորոշում, օրինակ սրտամկանի ինֆարկտը։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, որոնք չեն համարվում կյանքին անմիջական վտանգ սպառնացող։ Մինչև 38.5 աստիճան ջերմություն, հարբուխ, ռինիտ, տոնզիլիտ, ինչպես նաև առանց կլինիկական արտահայտված ախտանիշների զարկերակային ճնշում 140-90-ից բարձր։ Նոր կարգով առաջնային պահպանման համակարգին են փոխանցվելու նաև քրոնիկական հոդացավերով եւ մկանացավերով հիվանդների կանչերը, քրոնիկական ալկոհոլիզմով կամ այլ քրոնիկական հիվանդություններով անձանց նույն օրվա կրկնակի կանչերը, առանց սրացման, ինչպես նաև նորագոյացություններով հիվանդների կրկնակի կանչերը, եթե նոր ախտանիշներ ի հայտ չեն եկել։ Մանկաբույժը մի քանի ժամ ծանրաբեռնված աշխատելուց հետո ուղղակի չի հասցնելու սկսել գնալ տնային այցերի, կանչերի, պիտի ֆիզիկապես վիճակի լինի, մտավոր էլ կարողանա այդքան լսել, ընկալել, մտածել, համապատասխան ախտորոշում եւ բուժում առաջարկել։ Առողջապահության ոլորտի փորձագետը նշում է, որ փոփոխությունները որևէ կերպ չեն անդրադառնալու նրանց աշխատավարձի վրա, սակայն զգալիորեն ավելացնելու են ծանրաբեռնվածությունը։ Առաջարկում է տեսական փոփոխություններից առաջ իրականում փորձարկել այդ համակարգի հնարավորությունները։ Մարդու ձեռք չի դիպել 3 վիրահատությունների ընթացքում, ամեն բան արել է ռոբոտը, հյուսվածքները նուրբ անջատել, կարել է բարձր պրոֆեսիոնալ բժշկի պես։ Հայաստանում այլևս իրականություն է ռոբոտային վիրահատությունը, առաջին անգամ օրեր առաջ են կատարել։ Այն համարվում է աշխարհի ամենանորարար բժշկական տեխնոլոգիաներից մեկը, որը հնարավորություն է տալիս վիրահատությունները կատարել առավել ճշգրիտ, նվազագույն կտրվածքներով եւ հիվանդի համար ավելի արագ վերականգնմամբ։ Վիրահատությունն իրականացվել է բարձրակարգ մասնագետների կողմից հատուկ ռոբոտային համակարգի օգնությամբ։ Բժիշկը վերահսկում է ռոբոտի շարժումները, ապահովելով առավելագույն ճշգրտություն եւ անվտանգություն։ Հնարավորություն է տալիս միլիմետրի ճշգրտությամբ իրականացնել ամենանուրբ շարժումները 3D տեսողական եւ դաշտում եւ բավականին մեծ խոշորացմամբ, ինչը թույլ է տալիս տեսնել անգամ ամենանուրբ նյարդաթելերը, ամենանուրբ անոթները, բնականաբար նվազեցնելով վիրաբուժության հետ փոխկապակցված ռիսկերը։ Բժիշկների խոսքով Հայաստանում ռոբոտային վիրահատություն կատարելու գայթակղիչ միտքը ծագել է դեռ տարիներ առաջ արտերկրում վերապատրաստման ընթացքում։ Հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ հանդիպել են ռոբոտային համակարգին ու մտադրվել Հայաստանում էլ պետք է լինի։ Համակարգը թերևս աշխարհում այն եզակի համակարգերից է, որի վրա իրականացվել է ամենահեռավար վիրահատությունը եւ մասնագետը, որը ունի այ վիրաբուժական պլատֆորման, կարող է Շանհայից, Մոսկվայից, Բրյուսելից կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների ցանկացած կետից, Բրազիլիայից անգամ իրագործել 5G գերարագ ինտերնետի միջոցով վիրաբուժական գործողություն։ Առաջին 3 վիրահատությունների համար ընտրեցին 3 տարբեր մասնագիտություններ ու անցան գործի՝ վիրաբուժություն, ուրոլոգիա, գինեկոլոգիա։ Ամենահաճախ վիրահատող մասնագետները ձևավորեցին ռոբոտի թիմն ու գնացին վերապատրաստման։ Բելգիայում, Շանհայում եւ ռոբոտի համաշխարհային կրեդիտավորված լիցենզավորված կենտրոնում ստացան ռոբոտի հետ աշխատելու լիցենզավորում մարդկանց վիրահատելու համար։ Բժիշկը պատմում է, այլ կլինիկայում էր ախտորոշվել իր վիրահատված բուժառուն, ով անցել էր սոնոգրաֆիա, որից հետո հայտնաբերվել էր ուռուցքը։ Սկզբից իհարկե ինքն էլ էր ասում, որ բժիշկ ջան, ես քեզ եմ վստահում, ես չգիտեմ ռոբոտն ինչ է, հետո երբ որ բացատրեցի, շատ ուրախացավ եւ ցույց տվեցի վիդեոները, որ աշխարհում ամենավերջի թրենդն է, սրանից այլ բարձր զարգացվածության աստիճան վիրաբուժում չկա, շատ ուրախացավ հիվանդը, որ ինքը շանս ունի Հայաստանում լինելով վիրահատվել ռոբոտով եւ ստանալ այդպիսի բարձրակարգ բուժօգնություն։ Վիրաբուժության ոսկե ստանդարտ համարվող այս ձեռքբերումը բժիշկների խոսքով կարևոր քայլ է ոչ միայն բժշկության, այլև գիտատեխնոլոգիական առաջընթացի տեսանկյունից, բացելով նոր հնարավորություններ Հայաստանի առողջապահական համակարգի համար։ Թեստերի խախտումներ, անարդար գնահատում եւ կասկածելի մոտեցումներ ռուսերենի ավելի քան 200 ուսուցիչ դիմում բողոք է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին եւ վարչապետին, պահանջելով թեստերի վերանայում եւ արդար գնահատում։ Ուսուցիչների մտահոգությունները վերաբերում են ռուսաց լեզվի կամավոր ատեստավորման ընթացքին եւ կազմակերպմանը, ինչը մեղմ ասած պատուհաս է դարձել նրանց գլխին։ Ասում են, բովանդակությունն էականորեն չի համապատասխանել նախապես հրապարակված ուղեցույցին եւ սահմանված չափորոշիչներին։ Թեստերից բացակայել են տեսական
հարցերը իսկի նկետից բաղկացած պնդումների փնջում հստակեցված չէր, քանի ճիշտ պատասխան ունի պնդումը, ինչն ըստ էության շփոթմունք է առաջացրել մանկավարժների մոտ։ Ռուսաց լեզվի մեջ նշված չի եղել, որ 9-ից 3-ն են ճիշտ։ Պարզվում է վերջում այդպես է եղել բոլոր առարկաները, սակայն ի տարբերություն բոլոր առարկաների ռուսաց լեզվի թեստում նշված չէր այդ փաստը։ Համարակալված չէին, այնտեղ փոքրիկ խնդիրներ կային, տպագրական, ուղղագրական եւ այլն, մենք այդ դիտարկումները նույնպես արել ենք, կարծես հատուկ ուզեցել էին խճճել ուսուցիչներին ժամանակի առումով, չհամարակալելու առումով։ Այս տարվա թեստերը անակնկալի են բերել նաև պատմություն առարկայից կամավոր ատեստավորմանը մասնակցած բազմաթիվ ուսուցիչների։ Նրանցից գրեթե 1000-ը չեն հաղթահարել անցողիկ 60 միավորի շեմը։ Նույն իրավիճակին են բախվել նաև քիմիա եւ հասարակագիտություն դասավանդող ուսուցիչները։ Վստահեցնում են, ոչ մի գիտելիք պահանջող հարց թեստերում չի եղել։ Կրթական գերատեսչությունից հետաքրքրվեցինք, արդյոք համարժեք լուծում կտրվի ուսուցիչների բարձրաձայնած խնդրին։ Պատասխանեցին, որ ինչպես ամեն տարի, այնպես էլ հիմա նախարարությունը հավաքագրում է ուսուցիչների բարձրաձայնած հարցադրումները։ Խնդիրները ինչպես տարբեր առարկաների, այնպես էլ ընդհանուր ընթացակարգի հետ կապված, որոնք հետագայում վերլուծում են եւ բարելավում գործընթացը։ Յուրաքանչյուր ուսուցիչ իր թեստի այն հարցերի վերաբերյալ, որոնց հետ անհամաձայնություն ունի, հենց համակարգում բողոքարկում է, նշելով իր անհամաձայնությունը։ Բողոքարկումները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով, որը քննարկում է ներկայացված յուրաքանչյուր բողոք եւ անհատապես պատասխանում է մասնակցին։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնից էլ վստահեցնում են, բոլոր թեստերը կազմվել են բացառապես դպրոցական ծրագրի շրջանակում, ուստի դրանք բարդ կոչել խելամիտ չէ։ Բացի այդ, ԳԹԿ-ն որևէ դիմում չի ստացել այն մասին, թե այս կամ այն առաջադրանքը դպրոցական ծրագրում չկա։ Բողոքարկման ժամկետների ընթացքում ստացված դիմում բողոքների ուսումնասիրությամբ որևէ բովանդակային խախտում չի հայտնաբերվել ռուսերենի եւ պատմության թեստերում։ Մեկ առաջադրանք վերանայվել է հասարակագիտության թեստերում եւ այդ առաջադրանքը կատարած ատեստավորվող ուսուցիչների քննական միավորը փոխվել է։ Նույնիսկ մեկ բողոքի դեպքում, երբ դա ըստ էության բողոք է, անպայման բողոքարկման հանձնաժողովը անդրադառնում է դրան։ ԳԹԿ ներկայացուցիչը լակոնիկ է ձևակերպում, եթե ուսուցիչը տիրապետում է իր դասավանդած առարկային, նա պիտի կարողանա գրել թեստը։ Անտուն կենդանիները շուտով նոր կացարան կունենան։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ կացարանը նախատեսված կլինի շուրջ 300 թափառող շների համար եւ ճաղավանդակներից բացի կունենա նաեւ բացօթյա առանձնացված տարածքներ։ Ստեղծվելու է այնպիսի միջավայր, որտեղ կենդանիները իրենց առավել ապահով եւ անվտանգ կզգան։ Կացարանի նախագիծը կազմվել է միջազգային հաջողված փորձի հիման վրա։ Կառուցվելու է հենց կենդանիների խնամքի կենտրոն հողակի տարածքում։ Կացարանը հարմարեցած է լինելու երկարաժամկետ մշտական կենդանիների պահման համար, այսինքն տարածքում կենդանիները ոչ թե ուղղակի բանտարկված են լինելու, այլ նաև ունենալու են հնարավորություն ազատ տեղաշարժի եւ բնականաբար ապահովված են լինելու կերով, ջրով ու բժշկական ծառայություններով։ Շինարարության մրցույթն արդեն իսկ ավարտված է, տարեսկզբին աշխատանքները կմեկնարկեն ու մի քանի ամսվա ընթացքում քաղաքը կունենա թափառող կենդանիների համար առաջին պետական կացարանը։ Նախապատվությունը առաջինը կտրվի այն կենդանիներին, որոնց տերերը հրաժարվել են նրանցից։ Շատ ցեղատեսակի շներ ուղղակի փողոցում հայտնվելուց չեն կարող ապրել, չեն կարող դիմակայել, ձեռբերված փորձն հնարավորություն է տալիս հասկանալու, թե որ կենդանիները ավելի մեծ հավանականություն ունեն որդեգրվելու, խնամակալության հանձնվելու եւ հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվելու են։ Մասնագետը նկատում է լքված կենդանիներին ապաստան տալը լավ գաղափար է, բայց նախ եւ առաջ հարկավոր է հասկանալ, թե ինչպիսի վերահսկողություն է լինելու կացարանում, քանի որ ըստ նոր օրենքի հոակները չեն վերահսկելու, այսինքն լավ կլիներ, եթե հանրային վերահսկողություն լիներ հնարավոր ռիսկերից խուսափելու համար։ Քաղաքապետարանի աշխատակիցները ասել են, որ առողջ կենդանի չի քնեցվելու։ Այստեղ ոչ թե թղթով առողջ կենդանի քնեցնելու մասին է, այլ պատշաճ ստուգելու մասին է, որովհետև այն կենդանիները, որոնք ոչ խնամող ունեն, ոչ իրենց հետևից գնում են, ոչ իրենց մասին հարցնող կա, իրենց երբ որ ստուգում են լեշմանիոզ, թեստը շատ հաճախ կարա սխալվի եւ այդպիսի բազմաթիվ դեպքեր է եղել եւ աղմուկ է եղել, որ կենդանին, որը ունի որևէ սիմպտոմ, սովորական ռեպիդ տեստի անալիզի հիման վրա քնեցվում է։ Սակայն այդ ռեպիդ տեստի դրականը համարվում է դրական միայն այլ 5 սիմպտոմների հետ միասին, քանի որ ռեպիդ տեստը ինքը չի համարվում վերջնական դիագնոստիկա։ Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանից նկատում են սին այն պնդումները, թե կենդանիների կացարանում տեղ գտած շները ոչ պատշաճ վերահսկողություն են անցնում։ Հետևողական են, որ թափառող շները ապրեն անվտանգ ու ապահով պայմաններում։